Հայրենական մեծ պատերազմը մտել է սովետական ժողովուրդների պատմության մեջ որպես մի հերոսական էպոպեա։ 1939 թվականին ֆաշիստական Գերմանիան սանձազերծեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Զավթելով գրեթե ամբողջ Եվրոպան, Գերմանիան 1941 թվականի հունիսի 22-ին հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սկսվեց հայրենական մեծ պատերազմը։ Չնայած Հայաստանը ռազմական գործողությունների թատերաբեմ չդարձավ, սակայն հայ ժողովուրդը, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում, հերոսական պայքարի ելավ ֆաշիզմի դեմ, կրելով պատերազմի հետ կապված բոլոր դժվարություններն ու զրկանքները։ Հայ ժողովրդի զավակները հերոսաբար մարտնչել են տարբեր ռազմաճակատներում, Բրեստի ամրոցի պաշտպանությունից սկսած մինչև Բերլինի գրավումը։ 1945 թվականի մայիսին Բերլինի անկումով ֆաշիստական Գերմանիան ջախջախիչ պարտություն կրեց։ Խորհրդային ժողովուրդների հաղթանակը մարդկությանը փրկեց ֆաշիստական ստրկացումից։ Պատերազմի տարիներին Խորհրդային Միության զինված ուժերի շարքերում մարտնչում էին ավելի քան 600,000 հայորդիներ։ Նրանցից 70,000-ը պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով։ 117-ը արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման, 36-ը հետմահու։ ԽՍՀՄ հրամանատարական կազմում կային ավելի քան 60 հայ գեներալներ, որոնք գլխավորում էին ռազմական խոշոր միավորումներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև սփյուռքահայությունը։ Պատերազմի առաջին օրերից կազմակերպվեցին հակաֆաշիստական հայրենասիրական միություններ, որոնք օգնության ձեռք մեկնեցին մայր հայրենիքին։ 1943-ից 44 թվականներին սփյուռքահայերի հավաքած միջոցներով կառուցվեց Սասունցի Դավիթ տանկային շարասյունը։ Հայ պարտիզանները կռվում էին Ֆրանսիայում, Լեհաստանում, Իտալիայում, Չեխոսլովակիայում։ Ֆրանսիայում բազում հերոսական գործեր կատարեց Միսակ Մանուշյանի հրամանատարությամբ գործող պարտիզանական ջոկատը։ Նրանք քաջ գիտակցում էին, որ ֆաշիզմի հաղթանակի դեպքում թուրքերը կներխուժեն խորհրդային Հայաստան և նոր ցեղասպանություն կիրագործեն։ Ուստի նրանց պայքարն ուղղված էր նաև թուրքական ագրեսորի զսպմանը։ Հայրենական պատերազմում հայ ժողովրդի արժանապատիվ մասնակցությունը նրա դարավոր պատմության ամենահերոսական էջերից է։ Գերմանական ֆաշիզմի ջախջախման գործում անուրանալի դեր կատարեցին նաև Գեղարքունյաց աշխարհի հազարավոր երիտասարդներ։ Ռազմաճակատ մեկնեցին 6100 երիտասարդներ։ Իր սխրագործությունների համար մեր հայրենակից Գեդեոն Միքայելյանը արժանացավ Սովետական Միության հերոսի բարձր կոչման։ Գեղարքունյաց աշխարհի տաղանդավոր զավակ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ռազմավարական ատոմային և միջուկային զենքի գլխավոր կոնստրուկտոր Սամվել Գրիգորի Քոչարյանցը հայրենական մեծ պատերազմին իր ներդրումը բերել է գիտությամբ, ապահովելով գիտատեխնիկական գերազանցություն, որը ստրատեգիական նշանակություն ուներ ոչ միայն պատերազմի ընթացքի, այլև հետպատերազմյան համաշխարհային կարգավորումների մեջ։ Գեներալի աստիճանի հասավ ռազմական բժիշկ Ավետիք Բուրնասյանը։ Նոր բայազետցիներ Մկրտիչ Դաշտոյանն ու Գևորգ Քոլոզյանը իրենց սխրագործություններով պաշտպանեցին սովետական զինվորի պատիվը։ Դարձան Իտալիայի ազգային հերոսներ և անմահացան աշխարհի ժողովուրդների պատմության մեջ։ Գևորգ Քոլոզյանը թաղված է Իտալիայի Տոսկանայի մարզում։ Իտալացիները խորը հարգանքով են տալիս Գևորգ Քոլոզյանի անունը, քանի որ նա իտալացիների համար առաջին օտարերկրացին է, ով Իտալիայի ազատության համար կրկնել է Ալեքսանդր Маտրոսովի սխրագործությունը։ Ամեն տարի հունիսի 25-ին Գևորգ Քոլոզյանի զոհվելու օրը շրջակա գյուղերի բնակիչները այցելում են հերոսի շիրիմին։ Մեր մյուս հերոսը Մկրտիչ Դաշտոյանը 1942 թվականին Կերչում վիրավոր վիճակում գերվել է և տարվել Իտալիա։ Այնտեղ նա փախել է համակենտրոնացման ճամբարից և միացել Միլանում գործող 54-րդ գարիբալդիական հարվածային Մակարիո բրիգադին։ Արիաբար մարտնչել է իտալական պարտիզանների շարքերում և զոհվել Պոնտե դե Լեոնիի շրջանում ծավալված մարտում։ Հայտնի է եղել Միշա, Միշել ծածկանուններով։ Մկրտիչ Դաշտոյանը հռչակվել է Իտալիայի ազգային հերոս։ 1965 թվականին հետմահու արժանացել է Իտալիայի մարտական խիզախության համար բրոնզե մեդալի։
Հայրենական պատերազմում իր անունը փառքով է պսակել նաև դիվերսիոն խմբի հայ մարտիկների ղեկավար նոր բայազետցի Վաչիկ Ենոքի Քալաշյան Պողոսյանը։ Գեղարքունիքի մարզից բազմաթիվ զինվորներ, սպաներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով։ Ժողովուրդը բարձր է գնահատում նրանց խիզախությունը, ովքեր մեծ ծառայություն մատուցեցին հայրենիքին։ Բայց ինչպես չգնահատել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով կերտեցին հաղթանակը։ Գեղարքունիած աշխարհից 2400 զինվոր, 2400 օջախի սյուն իրենց կյանքը հերոսաբար զոհեցին, որպիսի ապրի հայրենիքը, որպիսի ապահով ու երջանիկ ապրեն իրենց երեխաները։ Յուրաքանչյուր պատերազմ իր խորը վերքերն ու հերոսություններն ունի, սակայն այդ հիշողություններն ապրում են այնքան ժամանակ, քանի դեռ կան մարդիկ, ովքեր գրում են, հիշում են և փոխանցում սերունդներին։ Գնահատելի է մեր տարածաշրջանի այն գրողների գործունեությունը, ովքեր իրենց գրքերում հավաքել, ամփոփել են իրենց համայնքից հայրենական պատերազմին մասնակցած հերոսների կենսագրությունները։ Հավաքագրել են փաստեր, հիշողություններ, որոնցից յուրաքանչյուրը մի հերոսական պատմություն է։ Հրաչիկ Մադոյան, Հավատամք։ Թադևոս Նալբանդյան, հավատով ապրած 9 տասնյակ տարիներ։ Իլիչ Նավասարդյան, Սարուխանը պատերազմի քարուղիներում։ Մեխակ Ավետիսյան, պատառիկներ կյանքի ճանապարհից։ Վաչիկ Շահբազյան, Կարմիր գյուղ։ Տիգրան Նիկողոսյան, Բարի լույս հայրիկ։ Գեղարքունիած աշխարհից պատերազմ մեկնած ուսուցիչների և բժիշկների մասին տեղեկություններ են տպագրված Աշոտ Հարությունյանի Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում և Ահարոն Գրիգորյանի, Բագրատ Մելքումյանի Հայաստանի բժիշկները մեծ հայրենականում գրքերում։ Այս գրքերը ոչ միայն գրական, այլ ազգային արժեքավոր գործեր են, քանի որ այդ գրքերի էջերում գրված անունները երբեք չեն լռում։ Յուրաքանչյուր զինվորի ճակատագիրը մի պատմություն է, յուրաքանչյուրի պատմությունը իր հայրենի գյուղի, քաղաքի վավերագիր պատմություն։ Դրանք խոսում են սերունդների հետ, դառնում են ուղեցույց, հպարտություն և արմատ։ Մեծ հաղթանակի օրը միավորում է սերունդներին, հիշեցնելով ազատության և մարդկային կյանքի արժեքը։ Դոփում էին գետինն այնպես, որ ասես ձայնը ոտքերի, ուզում էին գնար հասներ լեռնաշխարհը Հայաստանի։ Այդպես պարում էին հայերն, հաղթանակած մտած Բերլին, մեր Նայիրյան, հնադարյան, ավանդական մեր քոչարին։